Ապրիլի 7-ը մայրության եւ գեղեցկության տոնը ամեն տարի շուկաներում բերում է առանձնահատուկ աշխուժություն։ Այսօր էլ բացառություն չէ։ Արդեն առաջին հայացքից նկատելի է, որ եռուզեռը կրկնապատկվել է, իսկ ընտրության լայն հնարավորությունը հաճախ վերածվում է հաճելի, բայց բարդ որոշման։ Տաղավարները ողողված են գունեղ ու բազմազան ծաղիկներով, վարդերից մինչև գարնանային նուրբ ծաղկեփնջեր, յուրաքանչյուրն իր յուրահատուկ շնչով։ Արդեն ընտրված ծաղիկներով մարդիկ շտապում են, որպեսզի հասցնեն ուրախացնել իրենց մայրերին, քույրերին ու սիրելի կանանց։ Նորմալ է, շատ բարձր չի ամենայն դեպս։ Մարտի 8-ի հետ համեմատած լավ է։ Դե վարդերի գները իրանց բոյից 2000 պակաս նորմալ է, 1000 պակաս նորմալ է այսօրվա համար։ Պարզապես բնական է, յուրաքանչյուր տոնական օրերին գները թանկանում են, այսօր էլ է թանկած։ Վաճառողների խոսքով ի տարբերություն մարտի 8-ի ապրիլի 7-ին գները որոշ չափով ավելի մատչելի են։ Ծաղիկների գների տարբերությունը շուկաներում կազմում է 1000-ից 2000 դրամ, կախված ծաղիկի տեսակից, որակից, չափից ու բարձրությունից։ Օրինակ 70-ը նայած ինչ գույն է, սրանք 5000, այն լավ գույները 6000։ Ըստ որակից է կախված։ Այսինքն էսի 70 սանտիմա, էսի 5000 է, նույն չափը 6000 է։ Չէ, տարբեր 60-ը արդեն 5 է գալի։ 1000 պակաս։ Ինչ բոյնը 1000 պակաս։ Տոնական օրերին, մնացած օրերին ավելի էժան է արդեն։ Ինչքան է սովորական օրերին։ Սովորական օրերին մի էսի ասենք 3000-ով էլ են առնում։ 2000-ից մինչև 3000։ Տարբերությունը շատ է ապրիլի 7-ից առաջ եւ հենց ապրիլի 7-ին գնային տարբերությունը։ Ավելի շատ 5-ից 5-6-ին է լավ լինում, 7-ին հիմնականը բոլորը արդեն հասցրած են լինում առած։ 4000, 5000, 7000։ Դե նայած, եթե ապրանքը թարմն է, լավն է, բնականա պիտի թանկ լինել։ Չնայած փոփոխվող գների ու առաջարկների բազմազանությանը, մի բան մնում է անփոփոխ։ Ծաղիկները շարունակում են լինել այս տոնական շրջանի ամենապահանջված եւ ամենասիրված նվերը, որոնք փոխանցում են ջերմություն, սեր եւ ուշադրություն։ Էմմա Մարտիրոսյան, Արմեն Հովակիմյան, Մեդիահաբ։